2025 թվականը կարելի է բնորոշել համայնքային պայքարի ու դիմադրության տարի։ Հայաստանի տարբեր համայնքների բնակիչները, բնապահպանները, էկոակտիվիստները ամբողջ տարին մասնակցեցին հանրային տարբեր լսումների։ Մի համայնքում հանք, մյուսում հեկ, մեկ այլ համայնքում Հիսուսի ամենամեծ արձանի տեղադրություն։ Այս պայքարների գլխավոր խնդիրն էր հասկանալ, ի վերջո ով է որոշում համայնքի ապագան։ 2025 թվականին համայնքների բնակիչները էկոակտիվիստների ու բնապահպանների հետ միասին պայքարել են հանուն շրջակա միջավայրի պահպանության, դիմակայելով հանքարդյունաբերական ընկերություններին, տեղական իշխանություններին ու ոստիկաններին։ Միայն Լոռու մարզի Փամբակ համայնքում 2025 թվականին 6 հանրային լսում է նախաձեռնել հանքի թեմայով։ Լոռու մարզի Փամբակ համայնքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսվող երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների վերաբերյալ 2025-ի առաջին լսումը նախաձեռնել է կոմպոզիտ մետալ ընկերությունը հունվարի 21-ին։ Օրեր անց հունվարի 27-ին արդեն քարի հանքի շահագործման թեմայով էին լսումները, որին եւս բնակիչները դեմ արտահայտվեցին, նշելով, որ գործող քարի հանքի փոշին հատկապես անասնապահությանը մեծ վնասներ է պատճառում։ Ես մեղրուտից կողեր եմ առել, բերել եմ ախ մեր աշկից դեմ կթել են 10-12 լիտր, բերում եմ ստե չորանը ախ, վсё։ Ապրիլի 15-ին կոմպոզիտ մետալ ընկերությունն էր երրորդ անգամ հանրային լսում նախաձեռնել Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ եւ Բազում բնակավայրերում։ Լսումը չկայացավ, բնակիչներն ու էկոակտիվիստները բոյկոտեցին այն։ Չվիալ համարեք ես Հուլիսի 9-ին արդեն Զովգու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչներն էին Քարաբերդի եկել Ոսկու հանքավայրի վերաբերյալ լսումներ անցկացնելու։ Այս անգամ էլ քարաբերդցիները դեմ արտահայտվեցին նոր հանքի հեռանկարին, ինչից հետո կրքերը թշացան ու վերածվեցին քաշքշուկի ու վիճաբանության։ Այնուամենայնիվ մեկ ամիս անց օգոստոսի 13-ին Քարաբերդում կրկին լսումներ էին նշանակված հանքի թեմայով։ Զովգուժ ընկերության նախաձեռնած լսումները մեկնարկեցին լարված մթնոլորտում։ Տեղում էին նաև մեծաթիվ բնապահպաններ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ ամբողջ հանրապետությունից։ Նոյեմբերի 7-ին Քարաբերդում անցկացվեց արդեն 2025 թվականին թվով 6-րդ, անցնող 4 տարիների ընթացքում թվով 13-րդ հանրային լսումը հանքի թեմայով, դարձյալ լարված մթնոլորտում։ Բնապահպաններն ու էկոակտիվիստները բողոքի ձայն բարձրացրին նաև Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի կառուցման շմակ փորձաքննության հայտի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ փետրվարի 26-ին։ Մինչ ակունք գյուղում որոշ մարդիկ ոգևորված են Հիսուսի արձանի տեղադրման նախագծով, քաղաքասարակության ներկայացուցիչների մոտ տարակուսանք ու բազմաթիվ հարցեր է առաջացրել նախագիծը։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը բազմաթիվ խնդրահարույց կետեր է բացահայտել շմաքայտում։ Խնդիրը նա է, որ այս շմագի մեջ նպատակի ծրագրի մասին ընդհանրապես ոչինչ չի։ Ծաղկաձորի ավականին 2024 թվականի մարտի 7-ին նախնական համաձայնություն էր տվել Ավանգարդ Ինվեստ փակbaşնետիրական ընկերությանը Աղավնաձորի վարչական տարածքում գրանիտի հանքի շահագործմանը։ Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնը դրական եզրակացություն էր տվել շմաքայտին։ Լանդշաֆտը եթե նայում ենք ոնց ավիրվել գյուղի, միանշանակ է, որ գյուղացիները եկել են այդ եզրակացության, որ այդ հանքը իրենց պետք չի։ Համայնքը զորավոր է, համայնքը դեմ է։ Որովհետև այդ հանքի աշխատանքի ընթացքում էկոլոգիական լիքը խնդիրներ ենք մենք ունել։ Այդ հանքի թոզը մտնելու է մեր տուն, մեր մշակած կուլտուրաների հետ, մեր խնձորի, մեր մնացած կարտոֆիլի, ցորենի, մեր դաշտերի վրա գալ։ Էկոակտիվիստների ու բնակիչների պայքարի արդյունքում կարճ ժամանակ անց ընկերությունը հեռացրել էր տեխնիկան տարածքից։ Այդ երկու տեղը բացեցին, երկու տեղն էլ ուրանը։ Հունիսի 6-ին բուրն ու լարված ընթացքն էր Վայոց ձորի մարզի Վայք համայնքում ընթացող հանրային լսումը Վայք Gold Resources ընկերության կողմից ներկայացված Վայք համայնքի Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի վերագնահատողական երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ։ Նույն տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու նպատակով օգոստոսի 22-ին հանրային լսում էր նախաձեռնել Pressure Score սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի 3 բնակավայրերում Վայքում, Ազատեկում, Զարիթափում այդ թեմայով լսումներ անցան թեժ ու լարված մթնոլորտում։ Դուք նորից մի տան քիչ են կաններ բացել, այսօր նորից ուզում եք համ թույլտվություն ստանալ բացելու համար։ Մեզի աշխատանք էլ այլևս պետք չի, մեզի բնությունը մի րոպե։ Ու այնպես է ներկայացում, կարծես թե ուրիշ է տարբերակ չկա, բացի հանքարդյունաբերության։ Այդ ինչի՞ց հասկացած որ Օգոստոսի 7-ին Եղեգնաձորի մշակույթի տանը կազմակերպված հանրային քննարկումը կազմակերպել էր Մետագոլդ ընկերությունը։ Քննարկման մասնակիցներից շատերը մտահոգված էին, ասում են հանքի շահագործման դեպքում վերացման վտանգի տակ են հայտնվում մարզի այցեքարտը հանդիսացող խաղողագործությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունը։ Ո՞ր այստոցների խնդրում եմ
թույլ չտա որ Եթե կան ծանր արտաբերումը, ծանր մետաղային հանկարծակություն, ցանկացած գինեգոր պետք է իր սերտիֆիկատում նշի իր այգուց մինչև այդ հանկարծաբերությունը քանի կիլոմետր է։ Տուրիստական բոլոր երթուղներում պիտի գրենք դեր այդ հանքի մասին, դա նշանակում է վիզա խփել։ Մենք դեմ ենք, ինչ լեզվով ասենք, ունենք 3 հավաքանի որոշում։ Ձորագետի վտակ ճգնաղ գետի վրա երկրորդ հեկը կառուցելու նպատակով Ստեփձոր ընկերությունները օգոստոսի 15-ին հանրային լսում նախաձեռնել Լոռու մարզի Ստեփանավան եւ Ուրասար բնակավայրերում։ Փհեկ կառուցելու նպատակով հանրային լսումներ նախատեսված նաև Ամասիայի համայնքապետարանում։ Այս գլոբալ տաքացումն ու մեծ կլիմայական փոփոխությունները, որը հասել է բնաշխարհի, որը հասել է կենտրոնական աշխարհի ու մարդու կյանքի որակի վրա, գյուղատնտեսությունը այնքան է տուժել, որ մենք այսօր մեր գյուղատնտեսական եւ հողահանդակները եւ անասնագլխաքանակը, գյուղացին անասնագլխաքանակը 4 անգամ կրճատել է։ Ի վերջո Ախուրյանի վտակ Հորթաջուր գետակի վրա փհեկ կառուցելու Սելսու ընկերության առաջարկը չընդունվեց։ Սեպտեմբերին թեժ լսումներ էին նաև Ապարան համայնքի Շողակն ու Երնջատապ բնակավայրերում, այստեղ արդեն ցեմենտի գործարան բացելու վերաբերյալ։ Նախաձեռնող Նորդ Ինվեստ ընկերության ներկայացուցիչներին Երնջատապում եւ Շողակնում ասացին, որ դեմ են ցեմենտի գործարանի բացմանը, հիմնավորելով, որ իրենց տարածաշրջանը վերածվել է ակտիվ տուրիստական գոտու եւ ցանկացած արտադրական գործունեություն բացասաբար կանդրադառնա դրա վրա։ Որտեղ կա ցեմենտի գործարան, որտեղ կա չգիտեմ ինչ արտադրություն, այդ տարածքում ամեն ինչ չորացած է։ Բուրն ու լարված մթնոլորտում անցավ նաև հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Կինևետ բնակավայրում Կարմիր Սարում օգտակար հանածոյի արդյունահանման շմաքայտի վերաբերյալ լսումները, որը նախաձեռնել էր անունը փոխած Օրդ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, այս անգամ որպես Օրդ գրուպ էր եկել լսումներին։ Հիշեցնենք, ընկերությունը դեռ 2024-ին էր ներկայացրել Կարմիր Սարում ցեմենտի հումք հանդիսացող գրաքարային մերգելների պաշարների երկրաբանական ուսումնասիրության հայտը։ Ինչպես 2024-ին 2025-ի հոկտեմբերի 13-ին եւս Վեդի համայնքի Կինևետ բնակավայրում լսումներն անցան աղաղակող խախտումներով ու մեծաթիվ ոստիկանների ներկայությամբ։ Մեր գրողները չեն գալիս, որտեղ այս բան չեն թողում խոսալ։ Համարում եմ լսման ավարտ։ Կամայականորեն դադարեցվել են հանրային քննարկումները։ Հանրային քննարկումները ավարտվում են, երբ որ սպառվում են բոլոր հարցերը։ Տեղական ինքնակառավարման մարմինները կողմնակալ վերաբերմունք ունեին այս ամեն ինչի նկատմամբ։ Նոյեմբերի 20-ին արդեն Վեդի ավականին 14 կողմձայնով համաձայնություն տվեց Կարմիր Սարում հանքարդյունահանման նախագծին։ Անպայման փոշին ավելանալու է։ Նշանակում է մեղուներ չեն թռնել։ Նշանակում է փոշոտումը քիչ այլն նշանակում է բերքն է չանալու։ Գյուղացին արդեն դժվար։ 2025-ին հանքարդյունաբերության շուրջ լարվածությունը չսահմանափակվեց միայն համայնքների ու ընկերությունների միջև պայքարով։ Գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունները աշխատողները բարձրաձայնեցին իրենց խնդիրների մասին։ 2025-ի տարեսկզբին իրենց աշխատանքային ու առողջապահական իրավունքների համար բողոքի ձայն բարձրացրին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները։ 11 օր տևած գործադուլի արդյունքում աշխատողները աշխատանքային պայմանների բարելավման որոշակի արդյունքի հասան, չնայած 8 գործադուլավոր ազատվեց աշխատանքից։ Որ սա պայքարը մեր իրավունքի համար, մեր ապագայի երեխաների համար, մեր համար այս պայքարը։ Կառավարություններ պետք է հաշվի նստի մեր ձայնի հետ։ Տարվա ընթացքում հնչած հակասությունների, բողոքների, պայքարներին զուգահեռ շարունակում էր մնալ գլխավոր հարցը. արդյոք համայնքների զարգացումը հնարավոր է միայն արդյունահանող արդյունաբերության միջոցով, թե կան այլընտրանքային ուղիներ, եւ ի վերջո զարգացման ինչ այլընտրանքայիններ ու հեռանկարներ ունեն Հայաստանի համայնքները։ 2025 թվականին էկոակտիվիստները Հայաստանի մի շարք համայնքներում Ալավերդիում, Արտաշատում, Փամբակում, Կապանում, Քաջարանում, Հրազդանում, Ծաղկաձորում, Ապարանում ձեռնարկել են այլընտրանքային զարգացման ռազմավարությունների ու քաղաքականությունների մշակում։ Ուսումնասիրվել են կանանց զարգացման այլընտրանքային հնարավորություններ ու հեռանկարներ։ Այդ նպատակով անցկացվել են նաև բազմաթիվ քննարկումներ ու կլոր սեղաններ։ Քննարկումների ընթացքում հավաքագրված առաջարկությունները ամփոփվել են կարիքների գնահատման եւ այլընտրանքային զարգացման հայեցակարգային հաշվետվության մեջ։ Հայաստանի էկոակտիվիզմի պատմությունը դեռ շարունակվում է։ Այսօր էկոակտիվիստներն ու բնապահպանները պայքարում են ոչ միայն իրենց համայնքների համար վտանգավոր ծրագրերի դեմ, այլև անվտանգ կայուն ու ներառական ապագա կառուցելու համար։ Ապագա, որտեղ մարդկանց ձայնը լսելի է, բնությունը պաշտպանված, իսկ համայնքներում մարդիկ ունեն արժանապատիվ ապրելու, աշխատելու եւ զարգանալու իրական հնարավորություններ։